Վճարային տերմինալներից օգտվողներն արդեն նկատել են, համակարգում տեղի են ունեցել փոփոխություններ, որոշ գործարքների իրականացման համար ներդրվել է նույնականացման պահանջ։ Ինչ է դա եւ ինչպես անցնել նույնականացումը, հիմա կպարզաբանենք։ Պարտադիր նույնականացումը վճարային տերմինալներում կատարվող որոշ գործարքների համար ներդրվել է համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պահանջի։ Նույնականանալը պարտադիր է 3 գործարքների դեպքում՝ ավանդների, հաշվեհամարների եւ քարտերի համալրման համար։ Մյուս գործարքների դեպքում, այդ թվում վարկեր մարելիս, նույնականանալու անհրաժեշտություն չկա։ EasyPay տերմինալներում նույնականացումը կարելի է իրականացնել 2 եղանակով՝ Easy Wallet-ի կամ IMID-ի միջոցով։ Երկուսն էլ պարզ են եւ արագ։ Կառաջարկվի անցնել նույնականացում Easy Wallet հավելվածով կամ IMID-ով։ Easy Wallet-ով նույնականանալիս անհրաժեշտ է մուտք գործել Easy Wallet հաշիվ քո հեռախոսից, սկանավորել տերմինալի էկրանին ցուցադրված QR կոդը եւ հաստատել հավելվածում բացված պատուհանը։ Իսկ IMID-ով նույնականանալիս անհրաժեշտ է տերմինալում մուտքագրել քո հեռախոսահամարը, որով նախապես բջջային օպերատորի հետ ակտիվացվել է IMID-ն, ինչից հետո հեռախոսիդ բացված պատուհանում մուտքագրել քո IMID PIN կոդը։ Ահա եւ վերջ։ Իրականացնելով նշված հրահանգները կարող եք հեշտությամբ անցնել նույնականացումը եւ կատարել համալրման գործարքը։ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կա 4000-ից ավելի EasyPay տերմինալ։ Կանաչ տերմինալներ կարող եք գտնել Լոռու մարզի գրեթե բոլոր մեծ սուպերմարկետներում եւ վաճառակետերում։ Շարունակեք օգտվել EasyPay-ի ծառայություններից, պարզ։ Հերմինե Յավրյան, Դանիել Յավրյան, թղթապանակ։